Ում ընծան է ավելի լավը։ Կորեական հեքիաթ։ Արևելյան ծովի ափին, Վարդերի հովտում, Վոնսան քաղաքի մոտ ապրում էր մի շատ գեղեցիկ ու խելացի աղջիկ։ Նրա անունը Ան Ռանդյու էր։ Նրան սիրեցին 3 երիտասարդ, 3-ն էլ իրար մտերիմ ընկեր։ Երկար ժամանակ Ան Ռանդյուն մտածում էր, թե դրանցից որի հետ ամուսնանա։ Վերջը գնաց իմաստուն ծերունու մոտ, որը ապրում էր Սև Վիշապի լեռան գլխին։ Իմաստունը նրան տվեց 3 ոսկեդրամ և պատվիրեց բաժանել երիտասարդների։ «Թող նրանք քեզ այս փողով ընծա գնեն», ասաց ծերունին, «և ում ընծան, որ ամենից լավը լինի, նա էլ կլինի քո ընտրյալը»։ Ան Ռանդյուն վերադարձավ տուն, կանչեց երիտասարդներին, ամեն մեկին մի ոսկեդրամ տվեց ու ասաց. «Գնացեք ինձ համար հարսանյաց ընծա գնեցեք։ Ում ընծան ավելի լավը կլինի, ես նրա հետ էլ կամուսնանամ։ Կսպասեմ 1 տարի, դուք պետք է վերադառնաք բոլորդ միասին, միևնույն օրը»։ 3 երիտասարդներն էլ գնացին հեռու, չինական մեծ պարսպից էլ այն կողմ, մոնղոլական անապատից ու տափաստանից էլ էն կողմ։ Մեկը գնեց մի հրաշք հայելի, ում որ ուզենայիր տեսնել, կարող էիր նայել այդ հայելուն և իսկույն ուզածիդ կտեսնեիր ու կիմանայիր, թե նա ինչ է անում։ «Միշտ կտեսնեմ Ան Ռանդյուին, իսկ հետո էլ նա միշտ ինձ կտեսնի, որտեղ էլ որ ես լինեմ», մտածում էր երիտասարդը։ Մյուս երիտասարդը գնեց մի կախարդական ուղտ, բավական էր նստել այդ ուղտի վրա և իսկույն կհասնեիր ուզածդ տեղը։ Երիտասարդը մտածում էր, որ դրանից ավելի լավ ընծա չի կարող լինել, չէ որ ուզածդ րոպեին կարող ես լինել գեղեցկուհի Ան Ռանդյուի մոտ։ Իսկ 3-րդ երիտասարդը գնեց մի կախարդական խնձոր։ Եթե մարդը հիվանդանար, բավական էր այդ խնձորը ուտեր և իսկույն կլավանար։ «Հանկարծ կարող է Ան Ռանդյուն հիվանդանալ», մտածում էր նա, «ահա այդ ժամանակ պետք է գա իմ ընծան նրան»։ 3 երիտասարդներն էլ հավաքվեցին պայմանավորված տեղում և ամեն մեկն իր ընծայի մասին պատմեց։ Բայց հենց այդ օրը լրանում էր 1 տարին այն ժամանակից, ինչ երիտասարդները հեռացել էին իրենց հայրենի երկրից։ Երիտասարդները կարոտել էին գեղեցիկ Ան Ռանդյուին և որոշեցին հայելու մեջ նայել և տեսնել, թե նա ինչ է անում։ Նայեցին ու սփռտնեցին։ Ան Ռանդյուն հիվանդ մեռնում էր։ 3-ը միասին նստեցին ուղտի վրա և նույն րոպեին հասան Ան Ռանդյուի մոտ։ Ներս մտան ու կանգնեցին նրա անկողնի առջև։ Երբ Ան Ռանդյուն երիտասարդներին տեսավ, արցունքները գլորվեցին նրա աչքերից։ «Բերել եք ընծաները, բայց հիմա իմ ինչին է պետք դրանք», ասաց նա։ Այն ժամանակ 3-րդ երիտասարդը խնձորը տվեց նրան և խնդրեց, որ շտապ ուտի։ Ան Ռանդյուն խնձորը կերավ և իսկույն առողջացավ։ Ապա խնդրեց, որ ամեն մեկը պատմի, թե ինչ ընծա է բերել։ Ան Ռանդյուն լսեց երիտասարդների պատմածը և հարցրեց. «Հիմա ես որիդ հետ ամուսնանամ։ Դուք բոլորդ էլ հավասար չափով ինձ օգնել եք ձեր ընծաներով։ Դե ինքներդ որոշեցեք»։ 3 օր, 3 գիշեր երիտասարդները մտածում էին և ոչ մի որոշման չեկան։ Եթե չլիներ խնձորը, ինչպես պիտի փրկեին նրա կյանքը, բայց եթե հայելին չլիներ, ինչպես պիտի իմանային, որ Ան Ռանդյուն հիվանդ մեռնում է։ Իսկ եթե չլիներ այն արագ վազող ուղտը, ինչպես կարող էին նրանք ժամանակին տեղ հասնել։ Այդ ժամանակ Ան Ռանդյուն ինքը վճիռ ընդունեց։ «Եթե ես ճիշտ ընտրություն անեմ», ասաց նա, «թող ինքն իրեն զնգա այն հին զանգը, որը միշտ զրնգացել է, երբ հարկավոր է եղել որևէ կարևոր բան վճռել։ Դուք իսկական ընկերներ եք ու իսկական բարեկամներ։ Այդ դուք ապացուցել եք ձեր ընծաներով, և միայն ձեր բարեկամության շնորհիվ միասին կարողացաք փրկել իմ կյանքը։ Բայց ես կամուսնանամ նրա հետ, ով ինձ ընծայեց կախարդական խնձորը։ Դուք ընծաներ ջոկելիս մտածել եք ձեր մասին, իսկ հրաշք խնձոր բերողը մտածել է միայն իմ մասին։ Ձեր ընծաները մնացին ձեզ մոտ, իսկ նա ծախսեց իր խնձորը, և ես պետք է ամուսնանամ նրա հետ»։ Նույն վայրկյանին օդում լսվեց 5 զանգի զնգոցը, և գեղեցկուհի Ան Ռանդյուն ամուսնացավ այն երիտասարդի հետ, որը խնձոր էր ընծայել։ Չէ որ նա մտածել էր աղջկա կյանքի մասին և ոչ թե նրան շուտ տեսնելու,
կամ շուտ նրա մոտ հասնելու մասին։